Հայաստանում այժմ 80-ից ավել կուսակցություն կա, ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, չնայած 1-2 անգամ առաջարկել են մտնել որևէ կուսակցության մեջ։ Դեռ ավելին, խորհրդային շրջանում հանգամանքների բերումով նույնիսկ կոմերիտական չեմ եղել։ Հետաքրքիր է, որ մտքով երբ տեղափոխվում ես 20-րդ դարասկիզբ, 3-4 կուսակցություն է եղել, բայց քիչ թե շատ գրագետ հայերը, մտավորականները, որևէ կուսակցության անդամ եղել են։ Մի կողմից ուզում են իրենց դիրքորոշումը ցույց տալ, մյուս կողմից էլ կուսակցական լինելը բավականին մոդայիկ էր, քանի որ կուսակցությունները սկսեցին բացվել հիմնականում 19-րդ դարի վերջից։ Մարդիկ կային, մի քանի կուսակցություն են փոխել, օրինակ Վահան Տերյանը, Պողոս Մակինցյանը, Մարիետտա Շահինյանը, Միկոյանը կոմկուսի անդամ լինելուց առաջ համակրել կամ եղել էին Դաշնակցության անդամ։ Խորհրդային շրջանում այն ստեղծագործողներին, որոնց տպագրում էին, և նրանք ինչ-որ առնչություն էին ունեցել Դաշնակցության հետ, նրանց կյանքի այդ հատվածը պարզապես չէր լուսաբանվում։ Իսկ օրինակ Ավետիս Ահարոնյանին ընդհանրապես չէին տպագրում։ Իսկ առաջին կուսակցությունը, որը բացվել է ցարական Ռուսաստանի տարածքում, դա շատերի համար սիրելի, ոմանց համար չսիրելի հայ հեղափոխական դաշնակցությունն էր։ Եվ երբ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարասկզբում հայերին սկսեցին հալածել, պատճառներից մեկը հենց դա էր, քանի որ հայերը առաջին քաղաքական ազգն էին Ռուսաստանի տարածքում։